Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Տեր Արմեն Մելքոնյանի հետ, բարև ձեզ։ Ողջույն Նարեկ ջան, ողջունեմ քեզ եւ քո եթերը, որը հաճելի է ինձ համար միշտ գոդված հարցերով։ Սպասում եմ։ Շնորհակալություն, իմ հարցերը այդքան էլ ականջահաճո եւ հեշտ չեն։ Դուք ինչ խնդիր լուծեցիք Մայրատորի բակ գալով, նկատի ունեմ այդ խումբը, այդ հայտարարությունը, որ արվեց։ Այսինքն, չգիտեմ ինչ էր սպասվում, օրինակի համար սպասվում էր, որ շալգեին կաթողիկոսին եւ դուրսը տնեինք։ Այդ կարծում էր չէր սպասածը։ Սպասվածը կամ նպատակը այն էր, որ Բաշտոնապես վերջին անգամ լինելով հայտարարությամբ դուրս եկան մեր եպիսկոպոսները, որ Գդրիչ Ներսիսյանը պետք է գահ ազատի եւ հրաժարվի։ Սա ամենակարևորն է, եւ եթե նայեք եպիսկոպոսների վերջին հայտարարություններին, իրենք ուղղակի որդիապար խնդրում էին, թիմում էին ամենայն հայոց կաթողիկոսին, վեհապար հայրապետին, որ եկեղեցին բրգի եւ գնա հանգստյան Պարկով ու բադիվով, բայց այս անգամ ոճը դարբեր էր, այս անգամ ոճը ուղղակի հրաժարականի պահանջ էր եւ այս պահանջը այլևս անվերադարձ է, այսինքն չի փոխվելու։ Հիմա թե ինչ օգտվեցինք, այսինքն օգուտը այն է, որ ժողովուրդը հավատացյալները մեզ հետ, մեր եպիսկոպոսների հետ գրցան ցայնը հասցնել անգամ եւս եւ այս անգամ մի քիչ ավելի ոնց ասեմ կարող ենք ասել ըմպոստական շունչով, ըմպոստացած շունչով, որ ինքը հասկանա, որովհետեւ ըստ երևույթին չի հասկանում բարձ որդիական խրատները, եղբայրական խրատները չի հասկանում, մի քիչ դարբեր ձևով հնչեցին այս անգամվա ուրեմն պահանջը։ Եվ հետո հնչեց։ Եվ հետո հնչեց, եւ այսօր մենք պատասխանենք։ Ուրեմն Աբորինի եպիսկոպոսական ժողով գումարվեց, ոչ եպիսկոպոսական գերագույն հոգևոր խորհուրդները բաներով գումարվեց։ Ինչի եմ ասում Աբորինի, որովհետև ըստ մեր եկեղեցական կանոնադրության, այդ գերագույն հոգևոր խորհուրդը ընդրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմէ եւ նրա անդամների հրաժարականները, եթե հրաժարվում են, պետք է ներկայանան ազգային եկեղեցական ժողովին եւ ինքը վավերացնե եւ ինքը ընտրե նոր անդամներ գերագույն հոգևոր խորհրդին։ Բայց մենք լավ գիտենք, որ այն օրվանից, որ այս աթոռը բռնազավթվեց, ոչ մի անգամ ուրեմն ազգային եկեղեցական ժողով դեղի չի ունեցել։ Հետևաբար այս գերագույն հոգևոր խորհուրդը, որ գար, նաև այս 10 եպիսկոպոսների մեկ մասը, որը անդամ էր, նայել էր Աբորինի, որովհետև ընդրված չէր ազգային եկեղեցական կողմէ, եւ հիմա որ այս անդամները դուրս տրվեցին եւ նրանց փոխարեն ուրիշ անդամներ դեղավորվեցին, նա նաև Աբորինի է, որովհետև այդ ամեն ինչը դեղի ունենում է Գդրիչ Ներսիսյանի անձնական կմահաճույքի համեմատ, ով ուզում է նշանակում է, ով ուզում է հերացնում է, ում ուզում է գարկալույծ է անում, ում ուզում է գարկ է տալիս, ում ուզում է ամուսնալուծում է իր գնոջից բերում վեղարա տալիս որպես գուսագրոն եւ ում ուզում է գուսագրոնությունից ուղարկում է թևի ամուսնացյալ կահանայություն։ Այնպես որ այս ամեն ինչը կարծում եմ մանավանդ այս լուսավոր տարու մեջ մեր ժողովրդի համար դեսանելի է եւ իրենք այլևս հասկանում են թե ինչ է կատարվում։ Բնականաբար սա պիտի ունենա իր ժխտական աստեցությունը մեր ժողովրդի վրա, բայց այդ գիտագից մասայի մոտ ունենալու է նաև իր դրական արդյունքը, որովհետև ի վերջո նրանք հասկանալու են, որ կարող է մի քահանա սխալվի, պահանջելով Գդրիչի հրաժարականը։ 10 քահանա կարող են սխալ լինել, բայց եւ որ 10 եպիսկոպոս միանում է, դա նշանակում է, որ մի բան այն չի։ Դա նշանակում է, որ մեր եկեղեցին իր ներկա կահագալով եւ իր դիրող իշխանությամբ մի քանի եպիսկոպոսներու եկեղեցին դանում են դեպի անկում եւ վաղ թե ուշ այս ամեն ինչը չրի երես պետք է կար եւ պետք է գանք առնեին այնտեղ եւ դա է ինչ որ դեղի ունեցավ։
Սա է մեծակույն օգուտը։ Ես կարծում եմ բոլոր բարականերին, Նարեկ ջան, ամենամեծ օգուտը այն է, որ այսօր մեր ժողովուրդը հիմա հետամուտ է լինելու եկեղեցու գործունեության, եկեղեցու հոգևոր կյանքին եւ ինքը որոշելու է, թե եկեղեցին ինչ ընթացքի մեջ։ Եվ այդ ձեր դիմումը, որ ընդունվեց քարտուղարությանը փոխանցեցիք, հետո ինչ եղավ, ընթացքը տենց մնացել է, թե ինչ որ զարգացում կա, ձեզ ինչ է հայտնի։ Հիմա վերջին զարգացումը, որ տեղի ունեցավ, այսօրվա ուրեմն Աբորինի Քերակույն հոգևոր խորհրդի ժողովներ։ Աշուտ բացադրեցի ինչու էր Աբորինի, եւ այդ Աբորինի Քերակույն հոգևոր խորհուրդը ուրեմն ի պատասխան անգամ եւս հրավիրեց այս 10 եպիսկոպոսների, որ չընդդիմանան եւ իրենց հրավիրեց գարքի եւ կանոնագարքի։ Եվ անշուշտ է շատ ծիծաղելի է, երբ որ ես գարտացի իրենց հայտարարությունը, շատ ծիծաղելի է, այսինքն մեկը որ օրենքից խաբար չի, ուրեմն հրավիրում է գարքի, հրավիրում է օրենքի, որ գարքն է, որ օրենքն է, կամ որ կանոնակիրքն է կորձում Գդրիչ Ներսիսյանի եւ իր շրջապատի համար, ես դա մինչեւ այսօր չեմ հասկանում։ Եթե օրինակի համար իրենք խոսում են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի մասին, եթե կանոնակարգի մեջ շատ բաներ կան, որ իրենք ի գործ պիտի ածեին, նախքան պահանջեն ուրիշներից։ Այսինքն օրինակի համար այդ կանոնակարգի մեջ գրվում է, որ եթե գուսակրոնը խախտե իր գուսակրոնության ուխտը, պետք է գարքալուց լինի։ Բա մինչև հիմա մեկ դուք տեսել եք մի գուսակրոն, որ գարքալուց է եղել, որովհետև ինքը խախտել է գուսակրոնության ուխտը։ Չէ։ Եվ այսպիսի նմանատիպ կանոններ կան կանոնակարգի մեջ, որոնք իրենց են վերաբերում, բայց այսօր չի վերաբերվում, որովհետև իրենք իրենց աթոռը բահելու համար, իրենց իշխանությունը բահելու համար թքած ունեն բոլոր կանոնների վրա։ Լավ, հիմա ընթացակարգը, եթե գիտեք, կարող եք ասել, երբ որ դիմումը ներկայացրել եք քարտուղարություն, հետո դա ինչ պետք է լինի, որևէ մեկին մակագրվելու է, չի մակագրվելու, որովհետև ընդհանուր բաժնում է հիմա իմ այրաթորից ճշտեցի, բայց ինձ հրաժարվեցին ընթացքի մասին տեղեկություններ տալ։ Այսինքն ինչի եք զարմանում, Նարեկ ջան, երբ են ցես պատասխանել։ Երբ ոչ մի երբ, ոչ մի անգամ հստակ պատասխան չկա, ընդհանրակ իրենք փորձում են սուդերով ծածկել իրենց աբորենությունը։ Ինչ եք սպասում։ Այսինքն որ մի պատասխանին նրանք, որ մի նամակին նրանք պատասխանել են կամ ընթացք տվել։ Ես վստահ եմ, որ իրենք զգում են, որ իրենց աթոռի հիմքերը, իրենց իշխանության հիմքերը սասանվեցին եւ հիմա փորձում են ամեն ինչ անել, բահելու իրենց աթոռը մինչեւ եկող ընտրություններին, որովհետեւ տեսնեն, թե ընտրությունը նժարը որ կողմը պիտի գնա եւ կարող է այդ ընտրություններով, եթե իրենց մարտիկը կան, այն ժամանակ իրենց ցևով կբրգեն իրենց գարձեցյալ եկեղեցին, որ այսօր այլևս գոյություն չունի եւ նրանք այս եկեղեցու մաս եւ բաժինը չեն կազմում։ Բայց նախորդ հարցի հետ կապված, երբ որ քարտուղարություն դիմում է մուտքագրվում, հետո ինչ ընթացակարգերով է դա անցնում։ Հիմա անշուշտ է սա պրոտոկոլային ցևային մի բան էր, ըմբոստություն էր, որովհետև մենք լավ գիտենք, այսինքն եթե եպիսկոպոսները ուզեին նամակը հասնել, այդ նամակը ոնց որ ամեն անգամ պիտի հրապարակեին համացանցով կամ մի ուղիղ եթերով պիտի հայտարարեին, դա էլ դեռ պիտի հասներ, կամ լավագույնս պիտի ուղարկեին email-ով նաև պիտի հասներ, բայց այս ցևով նամակ ներկայացնելը ուղղակի պաշտոնական հանգամանք ստացավ, որովհետև մինչև այսօր եթերներով համացանցով փորձում էին խոսքը հասցնել, բայց այս անգամ sense պաշտոնական հանգամանք ստացավ, որ սա վերջինն է, այսինքն դրանից հետո հավանաբար ուրիշ քայլերի պիտի գնան եւ ուրիշ բաներ պիտի ցերնարգեն։ Ես ճիշտ ասած, մինչև հիմա դեռ բոլոր առիթ չունեցա, բոլոր եպիսկոպոսներին հանդիպել է 10-ին, որովհետեւ իմանամ ինչ է տեղի ունենում, բայց ինչքան որ հասկացա, ում որ հանդիպեցի, այսինքն հետ այսու դարբեր ընթացակարգ պիտի ունենա եւ դարբեր բանջարդիրություն պիտի ունենա, որովհետեւ ի վերջո մենք չմոռանանք, որ հայ եկեղեցին գտնվում է Հայաստանի Հանրապետության ուրեմն Հովանիի ներքո։ Եվ այստեղ նաև գործում է կանոնակարգ, գործում է Դատաստան, եւ եթե գդրիչը չի ընդարկում,
Հավանաբար այս 10 եպիսկոպոսները ըստ հայոց կանոնակարգի իրենք ստիպված լինեն դիմել ուրեմն պետական մարմիններին, դատական ատյաններին, որպեսզի արդարությունը վերականգնվի, եւ դա սուրբ գրային է։ Կա սցենարում նման բան։ Կարող է եւ լինել եւ դա սուրբ գրային է, որովհետեւ ասում է, եթե փրովել ես քո աղբան ողջ ունես քո աղբորը դեմ, գնա իրեն ասա։ Եթե չլսեց եւ չանսած, քո հետ դար եկեղեցու անդամները, թող եկեղեցին իր հետ խոսի։ Եթե էլի չանսած, այն ժամանակ ինքը քո նման քո հետ կամ քեզ համար ինքը հետամուսի նման է։ Այսինքն մենք կարող ենք եւ այսինքն նավասարդ ասեք։ Եվ նաև մի ուրիշ դեղ կա, որ ասում է, որ քո աղբորը հետ փորձի հաշտվել, նախքան հայտնվես դատական ադյաններում։ Հիմա իրենք այդ քայլը ունեցին։ Անելու են այդ քայլը, թե չէ, օրինակ Կճոյանը, Միրզախանյանը, այն մյուսները բռնել կտան կաթողիկոսին։ Այսինքն պայման չէ, որ բռնել տալի, այսինքն քնան ասեն, որ շղթաներով գաբեցեք, դուրս քաշեցեք։ Այդ բնականաբար չի լինելու, բայց հավանաբար թիմելու են պետական մարմիններին, որովհետեւ այս բռնազավթված լուսավորչի աթոռը ազատագրվի։ Հիմա այդ մնում այն ժամանակ պետությանը թե ինքը ինչ որոշում կառնի եւ ինչ կանի։ Որովհետեւ մինչեւ հիմա իրենք ասում էին, որ պետությունը թող չխառնվի եկեղեցու գործերին։ Շատ լավ, պետությունը չխառնվեց, այսօր եկեղեցին ինքը մասնատվեց շնորհիվ Գդրիչ Ներսիսյանին եւ այս 10 եպիսկոպոսները իրենք են այդ կոչը անում եւ իրենք են ուզում ազատագրել լուսավորչի գահը։ Այնպես որ եթե այդ 10 հոգին սրբության սրբոցը չի, 10 եպիսկոպոս իրենք են, 50 քանիսն էլ այն կողմն են։ Չէ, 50 մի չափազանցին արենք։ Ընդհանուր 65 եպիսկոպոս չի։ Մեր տիպը 45 եպիսկոպոս է ասում են։ Այսինքն այդ եպիսկոպոսների մեջ եթե հանեք 10 եպիսկոպոս, որոնք անչափվել են, եթե հանեք 4 եպիսկոպոս, որոնք բերդում նստած են, եթե հանեք 10 եպիսկոպոս, որոնք հանգստյան են գոչված կամ հիվանդ են, կամ անկարող են մասնակցելու, այնտեղ ինչ կմնա 10 եպիսկոպոս, ավելի չի մնա։ Չէ, բայց եթե բանտարկության մեջ են, չի նշանակում, որ իրենք ձայնի իրավունք չունեն եւ դիրքորոշում չեն հայտնի կամ եթե անկողնային պարկած է, չի նշանակում, որ նրանց խոսքը անտեսվելու է։ Անտեսվելու եւ Գդրիչը ինքը ասեց վերջին հայտարարություններից մեկի մեջ, ասեց, որ հանգստյան տոշակի գոչված եպիսկոպոսների ցայները եւ ներկայությունը ինձ չի հետաքրքրում, որովհետեւ ինքը լավ գիտի այդ եպիսկոպոսները այլևս գործնելու բան չունեն եւ հաստատ քվեարկելու են իր դեմ եւ բանջելու են իր հրաժարակը։ Ինքը լավ գիտի եւ անոր համարել ինքը չեղյալ համարեց եպիսկոպոսական ժողովը, որովհետեւ գիտեր դա իր գլխում փորձանք է բերելու։ Նրա համար չեղյալ համարեց։ Լավ, տեսեք, վերադառնալով այդ Մայրաթոռի Բաքվում տեղի ունեցածին, հոգևոր կենտրոնն է հայոց այդ միածինը, հոգևոր կենտրոնն է Մայր տաճարը եւ ինչ տեսանք։ Գալիս են Կճոյանը, Միրզախանյանը, Սարոյանը եւ մյուսները Անուշաբան, Շամկոչյան, եթե չեմ սխալվում, եւ Նայեցեք, ես ձեզ մի բան ասեմ, դուք հաջող գրկնում եք Կճոյան Սրբազանի անունը։ Իհարկե մեր բոլոր եպիսկոպոսներին։ Ինչի եկեղեցին փախարակվում է, որ Կճոյանի անունն եմ տալիս։ Չէ, լսի ինչ պիտի ասեմ։ Ես օրինակի համար անձնապես Կճոյանին 2 կամ 3 անգամ եմ տեսել։ Բայց իր մասին շատ եմ լսել։ Դուք հավանաբար լսել եք Բենտլիի մասին, բայց ես լսել եմ իր դիրքի եւ իր անձնավորության մասին, իր առաքելության եւ իր եկեղեցու ուրեմն մեջ իր ունեցած առաքելության մասին եւ ես ասեմ Երանի օրինակի համար Գդրիչ Ներսիսյանը ունենար 10% այն նախանցախնդրությունից, որ ուներ Կճոյանը կամ ունի Կճոյանը իր եկեղեցու նկատմամբ։ Ես ճիշտ եմ հասկանում, դուք Գարեկին երկրորդին մեղադրում եք, որ նա Կճոյանի նման օֆշորային սկանդալներում ներգրավված չի կամ գուցե ներգրավված է հայտնի չէ։ Ինքը ներգրավված չի օֆշորային այդ գործերի մեջ։ Չգիտեմ, ներողություն, ինքը ուրիշ բաների մեջ ներգրավված է, օֆշորային չէ։ Ինչի՞։
Նարեկ ջան, մի քիչ ուղղամիտ եղեք էլի։ Ինչի մեջ է ներգրաված։ Եթե պիտի չափեք, հավասար չափեցեք բոլորին։ Ես անցյալ անգամ էլ քեզ ասեցի, այսօր էլ եմ ասում։ Հոգևորականը երկնքից իջած մի սուրբ չէ։ Հոգևորականը մի մարդ է, որը կարող է թերություններ ունենալ այնքան ժամանակ, որ այդ թերությունները, այդ սխալները չեն քայտակղեցնում հավատացյալին։ Այսինքն հավատացյալը հավատքից դուրս չեն հանում։ Դե բայց ասում են քրիստոնեությունը ինչ է ասում, ներողամիտ եղեք, սիրեք, կարեկից եղեք, Կճոյանի հետ կապված ասում են գործարարի է բան արել, սննկացրել բիզնեսները վարի ա տվել, ասենք Բա գդրիչի ինչ արել։ Մի քիչ էլ գդրիչի մասին ասա։ Ինչքան մարդ եկել աշխատել է մայրատորում եւ իր աշխատավարձը չի ստացել եւ գնացել է եւ անիծում է գիշեր ցերեկ գդրիչին, որ իր փողերը չի տվել։ Նարեկ ջան, սրանք չափանիշներ չեն։ Սրանք չափանիշներ չեն, որ դու թադես։ Դու պիտի նայես։ Ես չեմ դատում, ես հարց եմ տալիս։ Ես ոչ դատում եմ, ոչ մեղադրում եմ, ես հարց եմ տալիս։ Հարց ես տալիս, բայց ողջունները ուրիշ ձևով ես տալիս, այսինքն ուրիշ ձևով ես տալիս։ Ես եմ որոշում ինչ հարցալ կներեք։ Չափանիշը հոգևորականի պիտի տնես իր առաքելության մեջ։ Սա առաջին է։ Տեսեք, այդ ձեր ասած հրաշք անձնավորությունը Նավասարդ Կճոյանը եւ մյուսները Մայրաթորի Նավասարդ Կճոյանը չէ որ հրաշք է ինձի համար։ Ես ինձի համար բոլոր մեր 10 եպիսկոպոսները հրաշք են եւ ես գնահատում եմ իրենց դիրքորոշումը, որ իրենք այսօր բարձրացանեցին, որ եկեղեցին բռնազավթված է եւ պետք է ազատագրել Գդրիչ Ներսեսյանը։ Միայն Կճոյանի մասին չեմ խոսում։ Հիմա Կճոյանը եւ մյուս եպիսկոպոսները Որովհետեւ դուք թույլ չեք տալիս ես իմ հարցը հնչեցնեմ եւ ինչքան հարցս նորից սկսեմ պետքա Կճոյանի Բայց դու էլ թույլ չես տալիս որ ես իմ պատասխանը ամբողջությամբ ասեմ Նարեկ ջան Հիմա հարցը հետեւյալն է Կճոյանը եւ մյուսները մայրաթորի բակ եկան այսպես մի քաղաքացիական հակոստով ըստ էության իրավապահ համակարգի ծառայողների հետ շղթա էին կազմել 3-4 պատնեշեր մարդկային եւ ես որպես հավատացյալ, որպես լրագրող չկարողացա այդ մեր ինչպես կասի իշխանությունը արժանապատվելի այդ սրբազաններին չկարողացա մոտենալ դա իմ համար ասեն շոկային էր ինչպես կարող է հավատավոր հոտի ներկայացուցիչը չկարողանա սրբազան հայրերին մոտենալ սա քրիստոնեաբար էին նրանք մտել մայրաթորի տարածք այդ ինչ խմբի մեջ էին ասեն կալցո եղած գալիս մայրաթոր էս ինչ հաշիվ էր Լավ ես քեզ հարցը միևնույն ձևով ներկայացնեմ 30 տարի է որ մենք ունենք բռնազավթված աթոր քահագալի գողմե դու երբևից է արիտ ունեցել ես որ իրան մոդենաս եւ մի հարց տաս չես ունեցել մի քանի անգամ ունեցել եմ Ես ուրա բաչեք տեսել 2016 թվականին Հարիճավանք եկած կաթողիկոսին հարցրել եմ աղքատության մասին իր պատասխանը դարձել է մեծ աղմուկի պատճառ հարցրել եմ հենց նույն Նավասարդ Կճոյանի Բենթլիի մասին եւ կաթողիկոսը արդարացրել է այո պաշտպանել է արդարացրել է եւ այս վերջին իրադարձություններից հետո նա պարզապես հնարավորություն չկա նրան հարց տալ բայց դուք իմ հարցին պատասխանեք եկեղեցի ճիշտ ուղին ընտրած սրբազանները ինչու էին այդ շրջապատված մարդկանցով եկել որը տարբեր բնութագրումներ ստացավ Այսինքն ինչու եք կարծում այսինքն քալիս են մի դեպ որտեղ իրենք ըմպոստացել են այդ համագարկի դեմ եւ Եթե երդեսեք ես ձեզ պատասխանատու խոսք եմ ասում, եթե երեք այդ իրավաբահ մարմինները չլինեին, այնտեղ վեհապար կորացող այդ մարդիկը պատրաստ էին հոշոտելու մեզ բոլորս։ Չէ, ես ոստիկանության ծառայողների հետ չեմ, դուք շատ լավ տեսել եք, ախր քաղաքացիական հակոստով։ Ես անգերձ ասած չեմ տեսել, որովհետև այդ եպիսկոպոսների եկած բահ ես այնտեղ չէի։ Այսինքն ուրիշ տեղ էին։ Բայց այդ երևույթը ինչպես եք մեկնաբանում։ Այդ մարդիկ ովքեր են, այսինքն դեղաբահ մարմինների մասին չես ասում ոստիկանների։ Չէ, նրանք քաղաքացիական հակոստով
ֆիզիկապես պինդ տղեկ էին, որոնք կալցոյի մեջ էին առել եւ եպիսկոպոսներին բերեցին վեհարանի մոտ, հետո վեհարանի մոտից տարան գազել։ Ու դեպ ուշագրավել, որ Բենթլիով չէին եկել, գազելով էին եկել։ Իրավաբահ մարմինների ներկայացուցիչներն էին սիվիլ, այսի պայման չի, որ բոլոր իրավաբահ մարմինները բոլորը շոր հարկած կլինեն, չէ, կա սիվիլ ոստիկանություն, որոնք եկած էին պաշտպանելու մեր սրբազան հայրերը, այսինքն ինչի զարմանալի բան չկա այնտեղ։ ԱԱՑ-ի հրապարակած փաստաթուղթը տեսել եք կաթողիկոսի եղբոր մասին։ Իմացա նրա մասին այն։ Ինչպես եք մեկնաբանում, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ասում է, որ Եզրաս arczepiskopos Nersisyan-ը 86-ից 88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ, ԱԱՑ-ի փոխանցմամբ արկատվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Nersisyan-ը ներկայումել կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ շահերին։ Նախ դուք այս փաստաթղթի հրապարակում ինչպես եք մեկնաբանում։ Այսինքն մինչև հիմա խոսվում էր այս մասին, բայց ըստ երևույթին հանրությունը չէր համոզվում։ Թեպետ այդ վերջին անգամ որ շքանշան դրվեց Եզրասին, դա բավական փաստ էր, որ ինքը ծառայում է այդ պետությանը կամ այդ համագարկին։ Եվ ինչ ա եղել, եթե բանը իրավաբահ մարմինները հրապարակել են այս փաստաթուղթը, սրա մեջ ինչ կա։ Ինչ կա, ես ոչ մի բան չեմ լսում։ Դա հակառակ է ձեզ համար։ Երբեք անագնդար չէր։ Երբեք այսինքն ով չգիտի։ Մենք բոլորս լսել ենք այդ մասին եւ ապացուցված է եւ միշտ էլ այս մարդիկ շքանշան են ստացել, ինչի համար են ստացել, իրենց ծառայությունների համար, որ ածում են ուրեմն այդ պետությանը։ Ինչի է ցես շոկային տվել, որ էս հրապարակվել է։ Ոչ մի շոկային բան չկա այստեղ։ Ըստ երևույթին եւ որ մարդիկ չեն ընդունում եւ որ ժխտում են, ի վերջո իրավաբահ մարմինները ստիպված են այս փաստը ներկայացնել, ոնց որ փաստաբաններից մեկը ասում էր, որ ԱԱԾ-ն ժխտել է, որ իրենք ինչ այդ Արշակ Սրբազանի վերաբերյալ էր, չէ՞, պաշտպանը, դատապաշտպանը այսպիսի հրաբարակում էր արել, այնտեղ ելավ ԱԱԾ-ն եւ ասեց, որ այսպիսի բան չկա, ժխտեցին ես։ Բնականաբար ասենք փաստեր են, որոնք պետք է ներկայացվեն հանրությանը, որբեսի հանրությունը համոզվի, թե որտեղ ենք գնում մենք։ Ամեն ինչ։ Բայց օրինակ ինչ պետք է Եզրաս arczepiskopos Nersisyan-ը փոխանցի հատուկ ծառայություններին, նա ոչ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների է տիրապետում, ոչ կառավարության անդամ է, ոչ այդ գաղտնի փակ հույժ կարևոր նիստերին է մասնակցում։ Այդքանին ես չեմ կարող պատասխանել Նարեկ ջան, բայց մի մոռացեք, որ այսօր հակառակ որ համագարկը ներբդության համագարկը փոխված է, բայց մի մոռացեք դակավին անցյալից իրենք ունեն անդամներ այս համագարկի մեջ, որոնք կարող են որոշ ինֆորմացիայի դիրապետել եւ փոխանցել։ Եվ նրա համար մենք տեսնում ենք, որ առաջին դարիներին եւ որ այս նոր կառավարությունը եկավ, քանիցս փոխվեցին ոստիկանապետը փոխվեց, ԱԱՑ-ի հրամանատարները, պատասխանատուները փոխվեցին, ուրեմն այնտեղ ինչ որ մի բան այն չէր եւ նրա համար մշտական փոփոխություններ էր լինում։ Փաստորեն, բայց ասեցին կաթողիկոսն է զեկուցում, կաթողիկոսի հետ կապված թուղթ չունեին, չհրապարակեցին։ Այո, կոնես չտեսա, բայց ասում եմ, երբ որ նայեն առանց ձուխի կամ առանց գրագի ձուխ չկա։ Մենք դարիներ լսեցինք, դարիներ իմացանք Եզրասի մասին, այսօր թուղթը բացահայտվեց։ Հավանաբար իրենք ինֆորմացիա ունեն նաև Կարեկինի մասին, բայց մինչև այսօր այդ ինֆորմացիան հրապարակված չի, բայց ես կարծում եմ շուտով, քանի որ այսպես են ասում, շուտով նաև այսպիսի մի փաստաթուղթ կհրապարակվի Գդրիչ Ներսիսյանի մասին։ Չեմ բացառում։ Տեսեք, էլի հարցը մնում է այն, թե ինչ պետք է էլի զեկուցի, օրինակ ինչքան մոմ է վաճառվել, ինչքան պատարակ է արել, քանի հոգի է մկրտվել, ինչա էլի, չգիտեմ, քանի հոգի զինվորակրել է, որբեսի գնան Ուկրաինա պատերազմի, ինչի՞ միայն մոմերի մասին է խոսում Նարեկին։
այդ ինֆորմացիա չի, որ ինչքան հայեր զինվորագրվել են Ռուսաստանում, որովհետեւ քնան պատերազմեն Ռուսաստանի Ուկրաինայի մեջ։ Հայաստանի հետ ինչ կապ ունի դա։ Հա, այդ հայ երիտասարդները զինվորագրել եւ ուղարկել Ուկրաինա պատերազմի հետ Հայաստանի հետ կապ չունի, չէ։ Հայաստանի անվտանգության հետ կապ չունի։ Եթե դու կարողանում ես հայերը զինվորագրել փողով կամ չգիտեմ ինչի դիմաց, որովհետեւ քնան Ուկրաինա պատերազմեն, դա չի բացառվում, որ մի օր այդ միևնույն զինվորները կզինվորագրվեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսինքն Հայաստանից մեկնած երիտասարդներ, թե ազգությամբ հայ, բայց Ռուսաստանում ապրող երիտասարդները։ Այսինքն չգիտեմ ազգությամբ հայ Ռուսաստանում ապրող ինչ են նրանք, հայ չեն։ Բայց եթե Ռուսաստանի քաղաքացի են, օքեյ է, որ Ռուսաստանին է ճանաչում իր հայրենիք, գնում է պատերազմ։ Ոչինչ, Ռուսաստանի քաղաքացի են եւ հայ են, միևնույն հաջորդությամբ այդ մարդիկը կարող են նաեւ վերականգնել իրենց հպատակությունը որպես Հայաստանի հայ եւ մի օր զինվորագրվեն Հայաստանի պետության դեմ գործելու։ Մի քիչ օրեդես պիտի լինենք նարեջ։ Այսինքն ես կարծում եմ ներկա կառավարությունը, ներկա իշխանությունը ոչ մի բան օդից չի խոսում։ Եվ մենք միշտ էլ պաստել ենք, ինչ որ ասել է, ի վերջո իրենց ասածները ճիշտ են եկել։ Այսինքն այսօր եւ որ վարչապետը վերջին ամիսներին այն ինչի մասին որ անդրադարձավ, դա վերածվեց իրականության եւ մենք տեսանք, որ այս մարդը օդից չի խոսում, սկսած ճուլաններից հասնելով մինչեւ այսօր օդար երկիրների կամ օդար ուժերի ծառայության մասին, բոլորը պաստավորված եւ հիմնավորված է։ Շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ, Սուրբ Էջմիածնի դեմ, հերթական ոտնձգության փորձը կատարվեց ցավոք մեր որոշ եկեղեցականների կողմից։ Երեք մայրաթոռում հայտարարեց ամենայն հայոց կաթողիկոսը եւ այդ եպիսկոպոսներին հորդորեց վերադառնալ եկեղեցական դաշտ եւ եկեղեցական կանոններով քննարկումներ ունենալ։ Ականջալուր կլինեն եպիսկոպոսները կաթողիկոսին, թե ոչ։ Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր որ մտածում են, որ հալածանքը եկեղեցու թեմ է։ Կյանքում հալածանքը եկեղեցու թեմ չի կարող լինել։ Իսկ եթե Գդրիչ Ներսիսյանը ինք եւ մի քանի հոգին իրենց համարում են եկեղեցի, միայն իրենք են եկեղեցին, դա այլ հարց։ Բայց օրինակի համար եկեղեցու մի անդամը ես եմ։ Եկեղեցու հազարավոր անդամները այն մարդիկն են, որոնք երեք ներկա էին եկեղեցուն։ Մենք երբեք չենք մտածում, որ այս հալածանքը եկեղեցու թեմ է։ Այս հալածանքը Գդրիչ Ներսիսյանի թեմ է եւ Գրիգոր Լուսավորչի քահը ազատագրելու համար է։ Ոչ ոք եկեղեցու թեմ իրավունք չունի պայքարելու։ Հարձակում չկա եկեղեցու վրա, ինչպես կաթողիկոսները։ Երբեք հարձակումը, եթե դուք ձեզ համար չափանիշի եկեղեցու կաթողիկոսն է, դուք էլ չարաչար սխալվում։ Եպիսկոպոսը կամ կաթողիկոսը այս եկեղեցու անդամներից մեկն է։ Եվ այս անդամը եթե սխալվում է, ի վերջո պետք է իրան ասվի, որ սխալվել է։ Այս անդամը եթե բարակդում է, եթե ապօրինություններ է անում, եթե մեղք է գործում, մենք ստիպված ենք ավետարանի խոսքով ասում են մեղքը ձեր մեջ չարը ձեր մեջից վդարեցեք, դուրս չբրդեցեք։ Եվ այն է այն ինչ որ անում են այսօր եպիսկոպոսները, այն ինչ որ անում ենք մենք։ Բայց եկեղեցու բակում թե ընդդիմադիր թևի, թե իշխանական թևի հետ մթնոլորտը դուք համարում եք քրիստոնեական այդ վանկարկումները, հայոյանքները, վիրավորանքները, որ երկուստեք հնչում են, դա ուր էին մեր հոգևորականները, թե այս կողմի, թե այն կողմի, ինչու չէին զսպում, ինչու հանդարտության կոչ չէին անում, եղբայրասիրության մասին կոչերը ուր էին, պետք է լռեցներ հոգևորականների կողմից իրենց կոչերով, իրենց խաղաղության մասին, հորդորներով պետք է այդ ամեն ինչը լռեցվեր, ինչու մենք երկու կողմից էլ չտեսանք նման փորձ։ Դա ով պիտի անի, Արեգ ջան, դա պիտի աները սկսողը։ Եվ երբ որ իրենք խոսում են, որ պետությունը միջամուխ է լինում, եկեղեցու գործերին օրինակի համար, մենք երեկվա տեսարանի մեջ տեսանք, որ ոչ թե քաղաքական ուժեր միջամուխ էին եղել պաշտպանելու Քարեկինը, այլ Քարեկինի հրավերով
այդ բոլոր կուսակցական քաղաքական ուժերը եկել էին պաշտպանելու զինք։ Այնպես որ երեկվանը, այո, ես համամիտ եմ քո հետ, որ երեկվանը այդ դեպքերը շատ ցավալի էին, այսինքն դա մեզ ցավ է պատճառում, որովհետև դա բարձրապես փաստում է, որ եկեղեցին բարակվեց։ Եվ այդ բարակդմանը ով դարավ։ Դարավ Գդրիչ Ներսիսյանը, որովհետև ինքը, եթե անսար ժողովրդի գոչին, եպիսկոպոսների գոչին, որ ինքը հանգիստ գնա հրաժարվի, մենք այսօր այստեղ չէինք հասնի, ես էլ ստիպված չէի լինի հազարավոր կիլոմետրներ գդրելու, որպեսզի սադարեմ մեր եպիսկոպոսներին։ Դե լավ, ընդդիմադիրներին որտեղից այդքան աջակիցներ բացառում եք, որ այդ մարդիկ այդտեղ հավաքվել էին ի պաշտպանություն կաթողիկոսի եկեղեցու։ Հա ինչ են, եկել էին աղոթքի։ Սրբությունը իջել էր նրանց վրա միանգամից, որ երեք եկել էին ուզում էին աղոթեն իրենց հայրաբեդի հետ։ Մի քիչ լոջիկ խոսի են հարիկա։ Ինչու պետքա չգային մայրաթոռ աղոթելու։ Գդրվեց քո Հարցնում եմ ինչու չպետք է գային մայրաթոռ աղոթելու։ Եթե այն որ նրանից առաջ չի գալիս աղոթելու եւ այսպեսի մի օր հայտնվելու է աղոթքի, ուրեմն այդ իր աղոթքը կեղծ է, ուրեմն ինքը ուրիշ նպատակով է եկել։ Այսինքն նրանք եկել էին ոչ բادرակ կար, ոչ բան կար։ Իրենք եկել էին սադարելու իրենց հայրաբեդ եւ երեք իմիջայլոց ասեմ, որ դա բացառիկ անգամներից է, որ Կաթողիկոսը կամ Գդրիչ Ներսիսյանը ներկայանում է երեկոյան ժամերկությունների։ Դա բատարակ չէր, ոչ մի արիք չկար, բայց կամ մարդ մի անգամից եկան հայտնվեցին, որպեսզի աղոթեն։ Եվ արդեն հայտնի է, որը պետք է լինի այս եպիսկոպոսների հաջորդ քայլը։ Ես չեմ պատկերացնում, այսինքն հիմա գույմա ես դվյալ չունեմ, որ կարողանամ քեզ փոխանցել Նարեկ ջան, բայց ես վստահ եմ մեր եպիսկոպոս հայրերը խոհեմ են, եւ որ այսպեսի մի քայլ են արել, ես վստահ եմ, որ իրենք ժողովում են իրար, իրենք ծրագրեր մշակում են եւ հաջորդ քայլը բնականաբար մշակում են, թե ինչ պիտի լինի։ Բայց կարծում եմ, որ շուտով պետք է մի նոր ինֆորմացիա ունենանք իրենց քայլերի մասին։ Եվ արդեն կան տեղեկություններով է լինելու, եթե Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը, ինչպես ասում եք, հանգստի մեկնեցով պետք է լինի կաթողիկոս։ Դակավին շուտ է այդ մասին խոսելու, բայց այդ կաթողիկոսի մասին ընդհանրապես շուտ է խոսելու, որովհետև Այսինքն Գարեգին երկրորդը դեռ երկար կմնա, եթե այդ մասին շուտ է խոսելու։ Ոչ, շուտ է խոսելու կաթողիկոսի մասին, թե ով է լինելու, որովհետև ըստ ընթացակարգի պետք է նախ ընտրվի դեղաբահ, եւ այդ դեղաբահը որոշ շրջանը պիտի կազմակերպի ընտրությունները, պիտի անդամակրի տեխնացուները, պիտի հրավիրի ազգային եկեղեցական ժողով ամբողջ աշխարհից եւ այդ երկար պրոցեդուր է մինչեւ նոր կաթողիկոս ունենալը։ Իսկ եթե նկատի ունես, որ ով է լինելու դեղաբահը եւ որ կաթողիկոսը մեկնի հրաժարվի, նա էլ դակավին հստակ չէ, բայց ըստ երևույթին այն ժամանակ եկեղեցին պիտի հավաքվի եւ դա ոչ թե 10 եպիսկոպոսները, այլ բոլոր եպիսկոպոսները, բոլոր միապանները պիտի հավաքվեն եւ հարմարակույն տեխնացուն պիտի ընտրեն դեղաբահության, որբեսի դանե եկեղեցին տևի նոր ընտրություններ եւ գումարե ազգային եկեղեցական։ Բայց Արարատյան հայրապետական թեմի փոխանորդը չի ավտոմատ դառնում տեղապահ։ Չէ, պայմանավորված չէ։ Դա եպիսկոպոսական ժողովը, միապանական ժողովը ինքը դու։ Եվ տեղեկություններ կան Ստամբուլու Պոլսի պատրիարքի հետ կապված, որ նա է կաթողիկոսի տեխնացուն։ Դուք լսել եք նման բան։ Այսինքն այսպիսի բաներ շոշափվում են համացանցով, բայց ես չեմ կարծում, որովհետև Բոլսո պատրիարքը, Կոնստանտինոպոլսո պատրիարքը ինքը ասում է, որ Գդրիչ Ներսիսյանը Գարեգին երկրորդը մեր հավատքի սպարաբետն է։ Այնպես որ չեմ կարծում, որ ինքը կհամաձայնվի, որ այս սպարաբետը հրաժարի եւ մեր եկեղեցին մնա առանց հավատքի սպարաբետի։ Չեմ կարծում, դա ուղղակի ժողովրդի շուշուկներ են, ասում են, որ ուզում են թուրքերի, ուզում են եկեղեցին Թուրքին դան, ուզում են չգիտեմ ինչ, այս բոլորը
Լավ, տեսեք։ Անգիմն խոսքեր են։ Դուք ասում եք, որ չկա եպիսկոպոս, որը չի խախտել կուսակրոնության ուխտը։ Համաձայն եմ։ Հիմա այսինքն մենք էլի ունենալու ենք կաթողիկոս, որը խախտել է կուսակրոնության ուխտը, եւ էլի հարց ենք տալու, դուք զավակ ունեք, դուք կին ունեք, թե ոչ։ Բայց ով ասեց, որ պիտի լինի մի կուսակրոն, որը չի խախտել կամ որը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նրա համար ասում եմ, դեղաբահի բարդականությունը եւ պաշտոնը ուրեմն դեպելու է մի քանի տարիներ, մինչև որ հարմարակույն տեխնազուն լինի, որպեսի բազմի Գրիգոր Լուսավորչի կահին։ Եվ մի զարմացեք, եթե այս ընթացքին եպիսկոպոսական ժողով կումարվի, միապանական ժողով կումարվի, որպեսի այս կուսակրոնության հարցն էլ վերանայեն եւ վերացնեն, եւ մենք ունենանք միայն վարականություն, որը կուսակրոններով է լինելու, եւ ունենալու ենք ամուսնացած եպիսկոպոսներ, ոնց որ Սուրբ Գիրքը ինքն է ասում։ Բոս Արաքյալը ասում է, յուրաքանչյուր եպիսկոպոս պետք է մի գնոջ այր լինի։ Մինչև հիմա, այո, կորձած է կուսակրոնությունը այս ձևով, բայց է որ եկեղեցական ժողով տեղի ունենա, եպիսկոպոսական ժողով տեղի ունենա, կարող է այս օրենքը փոխվի եւ մենք ընդունենք ամուսնացյալ եպիսկոպոսություն, բայց մի գնոջ այր, ոչ մի բազմագնի կամ բազմագնանի ամուսնություններ եւ հարաբերություններ եւ ապօրինի երեխաներ։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն քեզ Նարեկ ջան, մեծ սիրով։